գոհություն մատուցեցեք Տիրոջը, քանի որ բարի է, քանի որ նրա ողորմությունը հավիտյան է։ Ով կարող է պատմել Տիրոջ հզոր գործերը, ով կարող է իմացնել նրա ամբողջ փառաբանությունը։ Օրհնյալ են նրանք, որ արդարությունն են պահում ու շարունակ անում են այն, ինչ ճիշտ է։ Հիշիր ինձ, ով Տեր, քո ժողովրդի նկատմամբ ունեցածդ բարեհաճությամբ, այցելիր ինձ քո փրկությամբ, որպեսզի քո ընտրյալների բարիքը տեսնեմ, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։ Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրենություն կատարեցինք, հանցանք գործեցինք։ Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը, այլ զայրացրին նրան ծովի մոտ, Կարմիր ծովի մոտ։ Բայց նրանց փրկեց իր անվան համար, որպեսզի ճանաչեցնի իր մեծ զորությունը, և Կարմիր ծովին սաստեց ու այն ցամաքեց, խորունկ տեղերով առաջնորդեց նրանց, ինչպես անապատի միջով, փրկեց նրանց ատողի ձեռքից ու ազատեց նրանց թշնամու ձեռքից։ Ջրերը ծածկեցին նրանց թշնամիներին, նրանցից ոչ մեկը չմնաց։ Այն ժամանակ հավատացին նրա խոսքերին և օրհնություն երգեցին նրան։ Բայց շուտով մոռացան նրա գործերը, նրա խորհուրդներին չսպասեցին, այլ մեծ ցանկությամբ ցանկացան անապատում ու Աստծուն փորձեցին անջրդի վայրում, և նրանց տվեց իրենց խնդրածը, բայց վտիտություն ուղարկեց նրանց անձրևի վրա։ Երբ բանակում նախանձեցին Մովսեսին ու նրա տիրոջ սրբին, Ահարոնին, երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին ու Աբրիոնի խմբին ծածկեց։ Կրակը բորբոքվեց նրանց խմբի մեջ, բոցն այրեց ամբարիշտներին։ Հորեբում հորդ շինեցին ու երկրպագեցին ձոլածո արձանին, այնպես իրենց փառքը խոտակեր հորդի նմանության հետ փոխարինեցին։ Մոռացան իրենց փրկիչ Աստծուն, որ մեծամեծ գործեր կատարեց Եգիպտոսում, հրաշքներ քամի երկրում, ահավոր բաներ Կարմիր ծովում։ Ուստի ասաց. ոչնչացնելու եմ նրանց, եթե նրա ընտրյալը Մովսեսը բաժանման տեղում նրա առջև կանգնած չլիներ, նրա բարկությունը իջեցնելու համար, որպեսզի չկործանի։ Նաև այն ցանկալի երկիրը անարգեցին, չհավատացին նրա խոսքին, այլ իրենց վրաններում